Սիրելի եւ հարգելի Աբելիս եղբայր եւ ոգեվոր եղբայրներ, քույրեր, այժանաբադի հայրեր, Փառք կուտանք Աստուծո ամեն արիթի համար, որ Տերը մեզի կշնորհե մեր կյանքի ընթացքին, եւ այդ արիթներեն կարևոր մեկն է մեծ բախքի շրջանը։ Կարևոր արիթները մեկն է, որովհետև մեծ բախքի շրջանը հոգևոր հարթության եւ հավիտենական կյանքի պատրաստության գեղեցիկ ժամանակաշրջանն է։ Մենք առօրյա մեր կյանքի ընթացքին շատ մտահոգված կլանք այնպիսի բաներով, որ մեր ուշադրութենեն գվերիվի մարդու կյանքի մեջ էականը, կարևորը եւ եկեղեցին մեծ բախքի այս շրջանին գոչ կնե մարդուն, որ եկեք մեկ կողմ դրեք աշխարհիկ առօրյա սպառումներ եւ կենտրոնացեք այն կարևոր հարցերու մասին, որ ցեզ կյանքի մեջ կբահե։ Այս պատկերին ավետարանական դրվագը բանին պատկեր Հիսուս Գազարոսենց տունը գնաց։ Մարթան եւ Մարիամ Հիսուս կխոսեր, բնական է Մարթան մեծ քույրը պատվական հյուրը եկել է, վարդապետ եկել է եւ ամեն ջիկ կներ ինչպես պատրաստ է, ինչպես հյուրասիրե, Մարիամն ալքովը գեցած մտիկ կներ, ասպես հիացած կամ ոչովին ըմփոշկված, դեղը Մարթան բնականաբար դանդիկին եք գիտեք կսեր, վարդապետ, չես ասել կրոջս կա ինձ օգնե, նստեր է անտեղ Մարթա, քույրդ կարևորը ընտրեց, թուն ճիշտ է աշխարհիկ առօրյա հոգերով մտահոգ ես, շնորհակալ եմ, բայց Մարիամը կարևորը ընտրեց, ասել ես բակը, խորքը, բարձ եթե գուզեք, եկեղեցին գսե եկեք, բաղնում եք դիտրեք յանքի մտահոգությունները, մտածեցեք ձեր հոգի մասի։ Մտածեցեք ձեր հոգիի կարևորության մասին եւ երբեմն բարձ խոսքեր մարդոց կյանքի մեջ հատուկ նշանակություն ունի, օրինակ մեկ բարեկամի մի եղբայրը մահացած էր, անշուշտ իր գորուստին համար ցաված էին, ընտանիքի անդամները մեկը սավաստված հոգին թող չի գործեցնե։ Մերած է, եղբայր է, քույր է սովը, գծավի որ երեխբորը մահվան, բայց ասված հոգին թող չի գործեցնե։ Աս է քրիստոնյային վերջին նպատակը։ Երբ կմտածենք մենք մեր հոգիի գորուստի մասին։ Դարվա մեջ երբ։ Այնքան գլանված ենք առօրյայով, որ եկեղեցին անոր համար աս մեծ բախքի բաժինը կբանա։ Ուտելիքը, աս բոլորը օժանդակ միջոցներ են, մենք ուտելիքի վրա չենք կենտրոնացած։ Բայց մեր կենտրոնացումը, մեր ուշադրությունը բանանող, սպաղեցնող բոլոր ավելորդ բաներեն հերու գեցեք կսեն։ Ուտելիքներ,
խրախճանքներ, շատ բարձ ջաշեր եք գսել։ 3 անգամ ունտեղ 2 անգամ գերեք, բայց եկեք ուրիշ հոգևոր սնունդով զբաղենք։ Այս է սիրելիներ մեծ բակ։ Հիմա նորամար կգործեմ, որ դուք որպես հոգևոր եղբայրներ, քույրեր, ոչ միայն մեծ բակի ընթացքին, առհասարակ ձեր ամբողջ կյանքը Աստծո խոսքով եւ հավատքով, չերմերանք հավատքով ապրող անձեր եք, որ ընդհանրապես Աստծո խոսքը ձեր կյանքի մեջ ներկայություն է եւ առաջնորդություն է։ Անշուշտ կուզեմ ակնարկել, ինչպես որ հրայրեսավ Քրիստոսի ներկայության մասին, այո, ով որ հավատքով 2-3 հոգի Քրիստոսի անունով on է եւ Քրիստոս ներկայ է։ Եվ նայեցեք ձեր կյանքի մեջ, որ կան Քրիստոս առատորեն ներկայ է։ Ամեն անգամ որ գավակվիկ, դուք ունիք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ներկայությունը, շնորհքը, օրհնությունը վայելելու։ Դա ձեր հավատքին արդյունքն է։ Դուք ձեր հավատքը չերմերանք կերպով գաբրի։ Պատմական երողություն մտամ, երբ որ ավելի եղբայրը գսե մենք հայ առաքելական եկեղեցվո անշուշտ անանք ենք, մենք հայ առաքելական եկեղեցվո, պատմական եկեղեցվո զավակներն ենք, այլապես ինչ կերլային, որու զավակները կերլային, բնական է հայ եկեղեցվո առաքելական։ Զանազան աշխարհի վրա եկեղեցվեց պատմական ասիկամերն է, եւ մենք առաքելական եկեղեցի երբ որ գսենք, առաքելական բառը ասենք թարմը չէ։ Առաքելական եկեղեցին Քրիստոսի ներկայություն ունի։ Քրիստոս իր առաքյալները պատրաստեց, իր առաքյալներուն տվավ նախքան ամբարձումը պատվերը, ես ցեզի հետ եմ ասա, կացեք եւ ամբողջ աշխարհը կարոզեցեք երրորդության անունով։ Սորվեցուցեք եւ այլն ինչ որ ես ցեզի մգրտեցեք սորվեցուցեք։ Քրիստոսի հաջորդներ եղան առաքյալները։ Առաքյալները կացին եւ կարոզեցին։ Կարոզած դեղերնին քրիստոնեական համայնք ստեղծեցին։ Գազམ-ագերբեցին հոգևորականներ ցերնափրեցին, ինչպես Քրիստոս իրենց վրաց է դրել։ Եվ իրենց օգնականներում հոմորկացին քահանա ցերնափրեցին, սարգսակ ցերնափրեցին, եպիսկոպոս ցերնափրեցին։ Ասպես ուրեմն առաքելական հաջորդականություն կա, apostolic succession, որ ադիգա ունին բոլոր այն եկեղեցիները, պատմական եկեղեցիները, բոլոր այն եկեղեցիները, որոնք հիմնված են առաքյալներու կողմէ։ Եվ այդ եկեղեցիները մեկը հայ եկեղեցին է, հայ ակրական եկեղեցին է, ասի պատմական հարստություն է, քրիստոնեական հարստություն է։ Եվ այսպես ուրեմն յուրաքանչյուր ցերնափրության հետ, եպիսկոպոսական յուրաքանչյուր ցերնափրության հետ այդ Քրիստոսի օրհնությունն է, որ կշարունակվի եւ անդադար, անխափան։ Յուրաքանչյուր եպիսկոպոսի վրա հայ առաքելական առաքյալի ցերկը կա եւ առաքյալի ցերկն Քրիստոսի ցերկը կա։ Քրիստոսի անունով ես Քրիստոսի ցերկով ցերնափրված եմ։ Ինչպես ամեն հայ եպիսկոպոս, ինչպես ամեն կաթոլիկ եպիսկոպոս, ինչպես ամեն օրթոդոքս եպիսկոպոս։ Իրենց առաքյալներուն ցերկով։ Մենք երկու առաքյալ ունեցանք, Տաքիոս Պարտողոմեոս, անոնց Քրիստոսի հաջորդական շնորհքն է, որ եպիսկոպոս ցերկեց գնաց։ Եվ երբ որ եպիսկոպոսը ցերնափրություն գնե, Քրիստոսի անունով գնե, ինքը չէ, եսեք թե բարձ սարգավակիմ ուրար բիլի դանք։ Չուսեր ար ես կեզ ուդամ ուրարը։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ցերկեն ար այս մաքուր եւ սուրբ ուրարը, ուտա Քրիստոսի անունով։ Այնպես որ յուրաքանչյուր սրբազանի եպիսկոպոսի ընդմեջ են
Քրիստոսի ներկայությունը։ Անորոմար առաջնորդը եպիսկոպոս Քրիստոսի ներկայացուցիչն է երկրի վրա։ Աստուծո ընդհանուր միջազգային եզերական ժողովրդին մեկ հատվածին այսօր ինձ վստահված է արևմտյան շրջանի Քրիստոսի հավատացյալ ժողովրդի մեկ մասին հովությունը պատասխանատվությունը, դեսչությունը, սուպերվիժնը, անոնց կյանքի հոգի փրկության սուպերվիժնը եւ հաշվետվության մասին գսե ավելի սեղբայրը Քրիստոս գցես քեզի ժողովուրդ հանձնեցի։ Ինչ եղավ։ Պատասխանատու ես։ Հոգիներու փրկության։ Հետևաբար սիրելիներ, գտեսնակ խորում իմաստներով լեցուն շրջան մնե մեծ բակը, որուն համար մենք հաջախ կանտիմինք և ես ուրախության կտամ սիրելի ավելի սեղբար այս դունը, որտեղ ինձի հարազատ դուն է, հապա հարազատ չէ, ով եք դուք, ավելորդ է եսելը, դունին անդամներ ասկականները կան և դունի մեծը, ես է պարի եկակ, հարազատ եք դուք ինձ, եպնական է հարազատ եք։ Դուք այդ ժողովրդի մաս կգազմեք և դուք չէ, որ եմեգից ես մեր մտքեն թողչանցն է, որ մաս չեք գազմեր։ Անշուշտ սազից չապազանցություն է, բնական է անանգը։ Բարձավես ծեր հավատք ավելի չերմերանտ է, ինչն ենք։ Իչմ ավելի դուք Աստուծո խոսքին ձարավ ունիք, այդ սնունդով գաբրիք, անալ ծեր հոգիի հավատքի չերմերանք պայզարությունը։ Հետևաբար այս տարի վեապար հայրաբեդը հոգևոր կյանքի վերանորոգման տարի, որպեսի այս տեքստը ոսպելի, որպեսի թուկ դարվան ընթացքին զանազան արիտներով գարթակ և հաղորդվիք վեապար հայրաբեդը ինչ կսե հոգևոր կյանքի վերանորոգման տարի նպատակը ինչ է, մտածումներ գարդահայտ է, ինչ կսե աստվածաշունչը հոգևոր կյանքի մասին, հոգևոր կյանքը գրողներում մեջ ինչպես է, հոգևոր կյանքը հայ եկեղեցու մեջ, բանական կյանք, մշակույթին ջանքով, ծիսական ջանքով, հոգևոր կյանքը այսօր գլուխ մգա, գարտակ, ինչ է հոգևոր կյանքը, հոգևոր կյանքը այնպիսի կյանքի որակ է, որուն առանցքը Քրիստոս ինք է, իր ուսուցումներով, հրաշքներով և պատգամներով, խաչով ու հարությամբ, աղավասիկ։ Աստուծո որդվի մարդեղության խորհուրդը և փրկագործական նպատակը շաղախված մարդու կյանքին մտածումին կործինել։ Պողոս առաքյալ գսե, ես չէ որ գաբրիմ, այլ Քրիստոս է որ գաբրիի մեջս, այս կյանքը որ այժմ գաբրիմ մարմնով, գաբրիմ հավատալով Աստուծո որդիին, որ զիս սիրեց և իր կյանքը զոհեց ինձի համար։ Հետո հայրական թելադրություններ ունի և աղավասիկ այս դարվան ընթացքին հատուկ կերպով վեապարը իր որդությամբ և աղոտներով ձեզի հետ է երբ բոլոր իր մոտավորապես թելադրություններում 10-12 թելադրություններում մեջ մեր եկեղեցու հովանին տակ գործող հոգևոր եղբայրակցություններում գործունեության կաչալերանքը և անհրաժեշտության բարակային նման շարժումները ավելի աշխուժացնելը, աղավասիկ, հալելույա, ծեր տարին է այս տարի։ Ամեն տարի ծեր տարին է, բայց այս տարի հատուկ կերպով, որովհետև դուք հոգևոր կյանքի վերանորոգման շատագարիքը չունիք, երբ որ դուք ամեն տարի և ամեն անգամ, ամեն օր այդ հոգևոր ապրումներով գապ։ Հետևաբար այսի ցեզի գծիկեն, այսիկա դուք գրնակ կարդալ խորհրդածել, այնպես որ սիրելի գույրեր, եղբայրներ, այս մեծ բաղկի այս շրջանն է, որ բոլորս գաբրին ինչպես սա մեր
ավելի սեղբայրը, բանը մեծ բահկը ճամփորդություն է, պատրաստություն է թեպի հարություն։ Այսինքն մեծ բահկը բոլոր դարվա եկեղեցվո դոնական օրացույցին մեջ բոլոր դոներու մեջ են ամենակարևորն է, սիրտն է։ Դոները իրենց հատուկ իմաստ ունին, բայց մեծ բահկը ամբողջությամբ մինչև Սուրբ Զադիկ ուղղակի յուրաքանչյուր քրիստոնյային կյանքին իմաստին կապված է։ Սկիզբին և ավարտին։ Քրիստոնյային կյանքին վերջին նպատակին հիմա մեկը ճամփորդ մը գտեսնաս, ճամփայել է, գսես եղբայր ուր գերտաս, գլուխը դարել գերտաս, ուր է նպատակը, ուր գերտաս։ Քրիստոնյանը լան է, մեծ բահկի ադեն եկեղեցին կամ Քրիստոս քեզի գարցին է, բարեկամ, կյանքիդ մեջ ուր գերտաս, ուր գերտաս, մեկը մտածել է, գերտաս թեպի այն կյանքը, որուն համար Քրիստոս եկավ։ Սուրբ Հարության պատրաստություն է մեծ բահկը։ Սուրբ Հարության այդ շնորհքին արժանանալն է մեծ բահկը։ Շնորհք է որ մենք արժանի չենք, շնորհք եղավ մեզի։ Դու չես գնար անպատրաստից կերպով դուրս գտնվես, եթե անպատրաստ չես այդ շնորհքին։ Սուրբ Գիրքը որ գարնենք, դարիներու իմ հոգևոր խորհրդածության փորձառությունը ու շատ բարձ ձևով գսել։ Սուրբ Գիրքը ձայր է ձայր, երկու կողքերը, սկիզբը և վերջը, նույնն է, նույն բանն է։ Ուր ես գսավ, նույն դեղը կվերջանա։ Կսկսի ստեղծագործությամբ, տրախտով, Ատամ Եվա Եդեմի բարձ, երջանիկ կյանք, միջանկյալին այգին չեղավ կդրդվեցավ, վերջին գլուխը Հովանու հայտնության, 20-21-րդ գլուխը ինչ գլուր է, նոր երկինք, նոր քաղաք, մոն էինք, ուրեմն ամբողջ ճանապարհությունը մեզ հոն տանելու համար է։ Երբ որ մեծ բահկը կսկսի քեզի ամիջապես երեսիդ կզարնի արտաքսման գիրագի, քեզի կծծնե, որ ուր էիր, դրաս, ուր էիր, ինչ արժանիք ունի, ինգար, այս ասված ողորմած է, անամ չի ծկեց, նստավ, ծրակիր մշակեց և գործատրեց։ Ծրակիրը անե որ ուր էիր, Իրեն դարձյալ քեզի հոն տանի։ Ամբողջ Սուրբ Գիրքը ծրագիրի իրագործման պատմությունն է, որը վերջավորությունը կտեսնաս կհասնի նույն տեղը ուզեց Աստված, Աստծո ներկայության ավելի։ Անորոման ասը մեծ բահկի բուն մարդու կյանքի նպատակին հետ կապում մեծ բահկ։ Վերջավորությունը ինչ գիտել։ Հետևաբար ես անգամ ևս իմ ուրախությունս կհայտնեմ, որ այսօր ևս այս արիտով հատուկ կերպով հավաքվեցանք, մեծ բահկի ադեն հարաբերությունները, բարդականությունները կշատնան, սրբազանը լալով կամ հոգևոր հայրերը հաճախ եկեղեցիներն ելան։ Եկեղեցի ինչպես տեսակ շատ ժամեր կփանա, Սորեքշաբթի արբույրգուն, ուրբաթ արբույրգուն, Գիրագյոր, աղոթքեր, ընթերցումները կշատնան, սուբքրային ընթերցումները կշատնան, մարդիկ դարձյալ կհաղորդվին Աստուծո հետ, հանգես որ բայց հատուկ օր, հատուկ ժամ ցեզի հետ հոգևոր ուրախության այս բանը, հոգևոր ուրախություն է միասնապար Գաբրիկ։ Հիմա գսիքանք, մեծ բահկը ընդառաջ սուքի պես ներկայացված, հոգի մահվան վախեն։ Երբ որ մեր գեսել, որ հոգիդ պիտի մահանա, ուրախանաս։
Բայց երբ որ այդ փրկության հույսով գաբրիս, անիկա կվերածվի հոգևոր հարսանիք։ Աստված օրհնեց ես մեծ բախի ճանապարհորդությունը, որ գեսը հասանք եւ կշարունակենք դարձյալ կամաց հարաճանալով, կամաց պատրաստվելով այն քեղեցիկ կակատնագետին, որ Սուրբ Արության մեծ ուրախ։ Քրիստոնեական պատմության, քրիստոնյայի առաջին ամենամեծ անժամանցելու ուրախությունը Քրիստոս հարյավ ավետիսն է։ Ուրիշ ավելի մեծ ուրախություն չէ եղած պատմության մեջ, որտեղ քերութեն է մահեն բրգության տոնը։ Աստված օրհնեց ես եւ ձեր հավատքը ավելիով պահե աճեցնե եւ վերջավորության դերը ինք, քաղաքնիկները կարտացող դերը ինք վարձահատույցը լա ձեր բոլորին այս աշխարհի վրա ապրած հոգևոր Աստծո խոսքով միշտ ասած կան։ Աստված